Բարև ձեզ, պարոն Հովսեփյան։ Բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում 5 տարին անցավ կարծես մեկ ակնթարթում։ Այս ընթացքում Բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիան ձեր գլխավորությամբ լուրջ հաջողություններ է արձանագրել, միայն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, նաև օլիմպիական խաղերում 219 մեդալ, որից 43-ը ոսկե։ Եթե ամփոփենք միայն թվերը, ինչպես կբնորոշեք, սա հաջող հնգամյա ցիկլ էր, թե համակարգային փոփոխությունների արդյունք։ Բարև ձեզ, կուզենամ նշեմ, որ սա նաև համակարգային փոփոխություններ է եւ նաև թիմային քրտնաջան աշխատանք, որը որ մեր ֆեդերացիայի ամբողջ թիմը աշխատել է այդ արդյունքի համար։ Ես կուզեմ նաև շնորհակալություն հայտնեմ այն տղաներին, որոնք եղել են երկրորդ, երրորդ համարներ, որոնք մեր թիմերին միշտ օգնել են, թե ուսումնամարզական հավաքներում, թե որպես սպարինգ պարտներ, թե առաջնության ընթացքում, որը որ մրցունակ թիմ ենք ունեցել, լավ թիմ ենք ընտրել եւ լավ արդյունքներ են գրանցել։ Եվ քրտնաջան աշխատանքը մարզիչների իհարկե չենք անտեսում եւ միշտ նշում ենք, որ մեր մարզիչների ճիշտ եւ քրտնաջան աշխատանքը այդ արդյունքները տալիս է։ Եվ 5 տարի առաջ ստանձնեցիք պաշտոնը։ Ինչ էիք հիմնականում խնդիր դրել ձեր առջև։ Դրանցից որոնք իրականացան եւ այսօր որոնք են դեռ շարունակական լինելու։ Իհարկե այդ 5 տարում ինչ նպատակներ որ դրել էինք, բոլորը չկարացանք իրականացնեինք, բայց արդյունքներն էլ են ցույց տալի, որ շատ խնդիրներ, որը որ ունեցել ենք, մենք լուծում գտել ենք եւ այդ լուծումը ճիշտ է եղել, որ այսօր արդյունքներ ենք ստանում եւ 5 տարի ժամանակը նաեւ շատ քիչ ժամանակ է, որ ունենալ մեծահասակներում մեծ մրցունակ թիմ, քանի որ հիմա այն տղաները, որոնք ես երբ որ ստանձնել եմ 2021 թվին պաշտոնը Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի նախագահ, այսօր այդ տղաները, որոնք նորամուտ են գրանցում մեծահասակների առաջնությունում Հայաստանի ու նաև արդեն կան այդ տղաները, որոնք առաջի անգամ իմ հետ մեկնել են մեր թիմի հետ, մեկնել են Եվրոպայի առաջնություն եւ գրանցել են արդյունքներ, հետո աշխարհի առաջնություն յունաշ, Եվրոպայի չեմպիոններ եւ արդեն այդ տղաները գրանցում են Հայաստանի չեմպիոն են դառնում իրենց 18 տարեկան հասակում ու դա շատ հաճելի է այդ արդյունքը որ տեսնում ենք հաճելի է եւ շատ հուսալի է հետագայում լավ թիմ ունենալու համար։ Պարոն Հովսեփյան, այս հնգամյակի ընթացքում որն եք համարում Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի ամենամեծ ձեռքբերումը։ Միջազգային արենայում մեր ֆեդերացիային ավելի շատ ճանաչում ձեռք բերել է։ Միջազգային մրցաշարեր Եվրոպայի եւ աշխարհի առաջնություն ենք անցկացրել Հայաստանում եւ միջազգային ֆեդերացիայի կոնգրես Հայաստանում անցկացնել, որին որ շատ մասնակիցներ են եղել, որը որ միայն մեր բռնցքամարտին չէ, մեր երկրին էլ է ճանաչություն տալի ու դա հաճելի է, որ ինչ որ մի ճանաչություն էլ բռնցքամարտ մարզաձևի միջոցով մեր ֆեդերացիայի միջոցով մեր երկրին ճանաչություն ենք տվել։ Հայաստանի բռնցքամարտի պատմության մեջ 1956 թվից մինչև 2021 թիվը ավելի քիչ քանակով մեդալ է նվաճվել, քան 21-ից մինչև 26 թիվը։ Այդ թվերը իրենց մասին խոսում են, նաև այդ թվերը ցույց են տալի մեր կատարած աշխատանքը եւ իր արդյունքը։ Ու հույսով եմ, եթե ընտրվեմ հետագայում Բռնցքամարտի Ֆեդերացիայի նախագահ երկրորդ անգամ, ես հույսով եմ մենք այդ թվերը ավելի կբարելավենք, ավելի մեծ արդյունքներ կունենանք ու հույսով եմ կունենանք ավելի բարձր հարգի մեդալներ։ Եթե ֆեդերացիայի աշխատանքը գնահատենք ոչ միայն թվերով, այսինքն չհաշվենք 219 մեդալ, ապա էլ որտեղ ենք հաջողել։ Հաջողվել ենք մենք մեր մարզաձևը ավելի շատ մասսայականացրել ենք, մենք թվերով ենք դա տեսնում, բռնցքամարտ մարզաձևով սկսել են զբաղվել Հայաստանի Հանրապետությունում ավելի շատ մարզիկներ, քան նախկինում զբաղվում էին։ Ակումբներ են նոր բացվում, ինչը որ հաճելի է, տենում ենք, որ մեր բռնցքամարտիկները, որոնք դաժե հələ որպես գործում են որպես բռնցքամարտիկ, իրենք արդեն իրանց ակումբներն են բացում, դա էլ է մի լավ ընթացք տալի, որ բռնցքամարտիկը բացում է իր ակումբը, երեխան տեսնում է, երեք այդ բռնցքամարտիկին տեսել է տելևիզորով, ինտերնետով, հետևել է իր մենամարտերին, ինքը այսօր ակումբ ունի։ Մենք փորձել ենք մաքսիմալ արագ կերպով կազմակերպենք, որ մեր միջազգային կարգի մրցավարները ոնց որ մենք նշել ենք պետք է ունենանք մաքսիմալ
միջազգային կարգի մրցավարներ, ձեռք ենք բերել միջազգային կարգի մրցավարներ ավելի շատ, այն մրցավարները, որոնք որ եղել են ավելի շատ իրանց աստղներն են բարձրացրել, վերապատրաստումներ են անցկացվել, ամեն ինչ ֆեդերացիայի միջոցով ուղարկվել են բոլոր վերապատրաստումներին, բայց կուզեմ նշեմ, որ բավականին չի այդ մեր մրցավարների միջազգային կարգի մրցավարների թիմը եւ կհորդորեմ, որ ով որ սիրում է մեր մրցավարները, մարզիչները, ով ուզում է դառնա մրցավար, ֆեդերացիան պատրաստ է եղել եւ պատրաստ է միշտ կատարել այդ աշխատանքը, որ մեր մրցավարները ստանան միջազգային կարգի ճանաչում եւ միջազգային մրցաշարերը դատելու աստղներ ստանան։ Մեր ձեռքբերումներից մեկն էլ եղել է նա, որ մենք հավաքական կազմերը ընդհանուր միշտ ընդգրկել ենք եւ ուսումնամարզական հավաքներ թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանից դուրս ենք մասնակցենք ուսումնամարզական հավաքներին, արտերկրում այդ ուսումնամարզական հավաքները տալիս են փորձի փոխանակում եւ ինչ որ ավելի մթնոլորտը փոխելու ու ավելի հետաքրքրացնելու բռնցքամարտիկների համար իրենց պատրաստվելը իրենց ապագա կարևոր մրցաշարերին։ Պարոն Հովսեփյան, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առաջին օրվանից դուք մեծ ուշադրություն եք դարձրել բոլոր հավաքական թիմերին։ Որ հավաքական թիմում եք տեսել ամենամեծ առաջընթացը ու արդյոք կա այդ շարունակականությունը։ Հույսով եմ, որ կա, մենք նշել ենք այն հավաքականը, որը որ Հայաստանում որ անցկացնում էինք աշխարհի առաջնությունը, որը գրանցեց արդյունք 4 ոսկե, ընդհանուր 12 թե 13 մեդալեր, արդեն մոռացել եմ, ճիշտ ասած այդ մեդալները ինչքան շատ են, բայց այդ հավաքականը ինձ թվում է, որ հետագայում մեր աստղային հավաքականը կարա լինի մեծահասակներում, եթե ճիշտ մոտեցում ցույց տանք, հետագայում մեր մարզիչները, որոնց որ պրոֆեսիոնալիզմի վրա մենք չենք էլ կասկածում, ճիշտ գործը կազմակերպել, ճիշտ աշխատանքը կազմակերպել, լու դեպքում այդ հավաքականը կարա դառնա աստղային հավաքական հետագայում մեր երկրի համար։ Եթե մյուս օլիմպիադային 28 թվի դա այդ հավաքականը իր խոսքը չասի, ես վստահ եմ, որ 32 թվի օլիմպիադային մենք վստահ ենք, որ այդ հավաքականի կազմի տղաներից իրենց խոսքը ասելու են նաև ոսկե մեդալի տեսքով։ Պարոն Հովսեփյան, ձեր գլխավորությամբ 5 տարիների ընթացքում մենք 5 խոշոր մրցաշար ենք անցկացրել աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն, ընդ որում նաև մեծահասակների Եվրոպայի առաջնություն եւ եւս 30 խոշոր միջազգային մրցաշար։ Ինչ են տվել այս մրցաշարերը Հայաստանին բռնցքամարտի աշխարհում ներգրավելու առումով, ընդհանուր առմամբ ինչպես են այս մրցաշարերը փոխել Հայաստանի միջազգային դիրքը բռնցքամարտի քարտեզում։ Այդ Եվրոպայի աշխարհի առաջնությունները, այդ խոշոր 5 մրցաշարերը, որ մենք անցկացրել ենք Հայաստանում այս 5 տարվա ընթացքում, ես կուզենամ ասեմ, որ նախ եւ առաջ մեր երկրին ճանաչություն են տվել, թե բռնցքամարտի աշխարհում, թե ընդհանուր այդ երկրներում, որի մասնակիցները եկել են մեր երկիր, կապերի հաստատում ավելի եւ հաճելի է, երբ որ Հայաստանը արդեն ոչ թե այն կարգավիճակում է, որ մենք միշտ եղել ենք, երբ որ մեզ են հույր ընկալել, այլ արդեն մենք ենք հույր ընկալում, մենք ենք դիմավորում, մենք մեր ոնց որ ասած այդ ունակությունները հույր ընկալելու ցույց ենք տալիս եւ մարդիկ բավական մեծ հաճելի տպավորություններով Հայաստանից միշտ գնացել են, շնորհակալություններով եւ 5-րդ տարին իրար հետ իտևից այս տարի Հայաստանում անցկացվում է միջազգային մրցաշար, որը ընդգրկված էր Եվրոպական ֆեդերացիայի կալենդարում, միջազգային ֆեդերացիայի եւ նաեւ արդեն մեր մրցաշարերը հետաքրքրություն են նաեւ ձեռք բերել այնպիսի բռնցքամարտով ուժեղ երկրների համար, Ուզբեկստան, Կազախստան, որոնք որ արդեն հայտեր են ուզում ներկայացնեն, դա հաճելի է, որ մենք այդ ճանաչումը ձեռք ենք բերել, որ նաև կարանք այն երկիրը լինենք, որը որ բավականին լավ միջազգային մրցաշարեր է կազմակերպում, նաև միայն ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի առաջնություն, այլ այսպիսի մեր անձնական միջազգային մրցաշարերը, որոնք որ արդեն դառնում են տրադիցիոն տուրնիրներ, որոնք որ մեր մեծահասակների տուրնիրը արդեն ստացել է ոնց որ ասած ակարգի մրցաշարի գնահատական։ Պարոն Հովսեփյան, դժգոհություններ նույնպես եղել են։ Կուզեմ դրանց օբյեկտիվությանն ու սուբյեկտիվությանը նույնպես անդրադառնանք։ Ճիշտ եք ասում, որ դժգոհություններ եղել են, բայց ուզում եմ նկատեմ, որ մեր սպորտաձևը մի քիչ սուբյեկտիվ սպորտաձև է, եւ այդ դժգոհությունները, որ եղել են, երևի մեծ քանակ
դեպքերում, շատ մեծ քանակ դեպքերում դժգոհություններից մեկը Հայաստանի առաջնության ընթացքում մենամարտը կարմիր անկյունին են ասում հաղթելա, շնորհում են կարմիր անկյունին, կապույտ անկյուն մարզիչը գոռում ասում է, դժգոհում ասում է, ես իմ մարզիկը հաղթել եմ։ Երբ որ ինքը մոտենում է, ասում ես մի հատ կգնաս, կնայես, մի հատ կվերլուծես քո մեջ, կգաս։ Շատ դեպքերում գալիս են մարզիչները, ասում են բալետ էի անում, ուզում էի կրեր, ճիշտ է, չարեց ինչ պետք է աներ, ինչ կարար աներ, շատ դեպքերում նաև տենց է լինում։ Դրա համար ուզում եմ ասեմ, այդ դժգոհությունները յուրաքանչյուր դեպքում եղել են ու ինձ թվում է կլինեն, բայց կուզեմ նշեմ, որ դա պետք է լինի այն ընթացակարգով, որը ընդունված է սաղ աշխարհում, կորեկտ, էթիկայից ոչ դուրս ձևերով եւ յուրաքանչյուր դժգոհություն ես էլ կդժգոհեմ, եթե իմանամ, որ մի բան մտածված է եղել, դա ես առաջի օրվանից ասել եմ, պետք է արդար լինի, արդարության կողմնակից եմ եղել, բռնցքամարտը նաև սուբյեկտիվ սպորտաձև է, բայց պետք է լիվ արդար լինի, այդ առաջադրանքը եղել է մարզիչների դեմ, թիմ կազմող մարզիչների դեմ եւ նաեւ ֆեդերացիայի անձնակազմի դեմ դրված է եղել, ու այդ ուղղությունով մենք աշխատել ենք, ինձ թվում է ոչ մեկ չի կարա այսօր ասի, որ այդ 5 տարվա ընթացքում ինչ որ մեկի դժգոհությունը մենք անտեսել ենք կամ եթե մի բան այն չի եղել, մենք դրան բացատրություն չենք տվել։ Այ խոսեցինք սուբյեկտիվությունից, իսկապես բռնցքամարտը շատ սուբյեկտիվ մարզաձև է ու բռնցքամարտի աշխարհի մարդիկ էլ շատ դժվար մարդիկ են։ Շատ դեպքերում միշտ իրենց եսն է առաջ։ Հիասթափության վայր չեն եղել։ Շատ անգամ եղել է հիասթափություն, բայց ես մի քիչ ուրիշ ձև եմ դրան նայում։ Ինձ ինչքան փորձում են հիասթափեցնել, ավելի շատ ոնց որ ասած խրախուսում են դրան, որ վերցնեմ անեմ, որ տեսնեմ, որ տեն մեկ որ ավելի լավ կարելի է եւ ավելի լավ է լինելու։ Եթե շարունակեք գլխավորել ֆեդերացիան, ինչ նոր ամուսություններով, ինչ նոր խնդիրներով, ինչ նոր մարտահրավերներով եք առաջ շարժվելու։ Պետք է անենք այն, ինչ որ չենք հասցրել անել, իմ կարծիքով։ Մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է Հայաստանում անցկացնել բարձրակարգ մրցաշար, դա աշխարհի մեծահասակների աշխարհի առաջնություն։ Երկրորդը մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր թիմերը ավելի լավ պատրաստվեն, ավելի մեծականակ թիմերով մասնակցեն միջազգային թե մեր ուսումնամարզական հավաքներին, որ կարողանանք մրցունակ թիմ ունենանք։ Եվ ուզում եմ ասեմ, որ օլիմպիական խաղերից մաքսիմալ քանակ մասնակիցներ ունենանք օլիմպիական խաղերում, քանի որ ես կասեմ, որ մեր ամենաձախողված մրցաշարերից մեկը ես համարում եմ ու ընդունում եմ դա օլիմպիական խաղերն էր, բայց չեմ ուզի ասեմ, որ դա մեր խնդիրն էր, մենք տեսանք ինչ էր կատարվում այդ ռեյտինգ մրցաշարերում, թիմի հետ դա կապ չուներ, մեր թիմը շատ մրցունակ էր, կարար մասնակցել մեծականակ թիմով, առնվազն մի 4-5 մասնակից մենք պետք է ունենայինք օլիմպիական խաղերում, բայց ունեինք այն ինչ ունեինք, մի մասնակից Դավիթ Շալոյանը լավ մենամարտեր անցկացրեց, հույսով եմ մյուս օլիմպիական խաղերում մենք կունենանք մասնակիցներ ավելի շատ եւ կունենանք մեդալներ, ինչու՞ չէ նաեւ ոսկե մեդալ։ Որտեղ եւ ինչ դիրքում ենք տեսնում հայկական բռնցքամարտը 2031 թվականին։ 2031 թվականին մոտենալուց կուզենամ ավարտեմ, եթե ես ընտրվեմ ֆեդերացիայի նախագահ, կուզենամ, որ ավարտած լինեմ, որ ունենանք արդեն աշխարհի չեմպիոն մեծահասակների եւ օլիմպիական չեմպիոն։ Նշեցինք, որ արժևում նաեւ օլիմպիական խաղերի գլխապատասխանատու ցիկլն է։ Ինչ աշխատանք պետք է արվի այդ ցիկլում։ Այդ աշխատանքը չի դադարվել, միշտ արվում է։ Մեր մարզիչները ամեն օր քրտնաջան աշխատանք են տանում, նայում են, հետևում են բոլոր այն բռնցքամարտիկներին, ով որ կարան հետագայում լինեն տեխնացու օլիմպիադայի մասնակից եւ մեդալակիրներ, ու այդ ուշադրությունը ոչ մի վարքյան չեն դադարեցնում, ֆեդերացիան թե մարզական խումբը անում ամեն ինչ, որ ունենանք մրցունակ ուժեղ թիմ հետագայում օլիմպիական խաղերում։ Պարոն Հովսեփյան, կան գործընթացներ, որոնք ինստիտուցիոնալ են եւ կաշխատեն նաեւ ղեկավարության փոփոխությունից հետո։ Իհարկե, այն աշխատանքը, որ տարվել է, դա մի օրվա աշխատանք չի, այս 5 տարվա ես նոր նշեցի, որ 21 թվից
որը որ երեխաները, որ 13-14 տարեկանները Եվրոպայի առաջնությունը մասնակցում էին, ու չեմ ուզում առանձին անուններ նշեմ, կարամ նշեմ անունները, բայց չեմ ուզում առանձին անուններ նշեմ, որ մեկին չմոռանամ, ասեն մեկին հիշեցին, մյուսին մոռացան։ Այդ թիմը, որը որ մենք առաջի օրվանից գլխավորել ենք 21 թվականից, մինչև այսօր արդեն մեծահասակների առաջնությունում հաղթողներ ունենք, այդ թմից ունենք։ Դա ինստիտուցիոնալ մոտեցում է։ Հետևից գալիս է մյուս 22 թվականի 13-14 տարեկանները։ Հետո այս 21 թվականի 13-14 տարեկանները դարել են յունոշի Եվրոպայի աշխարհի չեմպիոն, մենակ Հայաստանի չէ։ Ու ինչն է հաճելի, որ ունեցել ենք ստաբիլ թիմի 50-60%-ը մենք մյուս տարիքային խմբի ոնց որ արդեն սկսել ենք հասկանալ, որովհետև իմացել ենք, որ լիդերներ ունենք, առաջար տղաներ ունենք, որոնք պատրաստ են եւ միշտ ստաբիլ մարզավիճակում են եւ կարող են Հայաստանի չեմպիոն դառնան։ Նաեւ հաճելի է եղել, որ մենք քաշային կարգեր ունենք, երբ որ փոխում են տարիքը քաշային կարգերը, մի թիմում ունենում ենք 2-3 հավասարաչափ տղաներ, որոնք իրար մեջ մրցում են, այսօր այս տղանադառնում չեմպիոն, մյուս մրցաշարին այն մյուս տղանադառնում չեմպիոն, ու դա չի կարող հաճելի լինի, դա ինստիտուցիոնալ մոտեցումն է այդ որ ասում եք, եւ հետագայում դա իհարկե ապագա 4-5 տարի իր արդյունքները տալու է այդ տղաները, որը որ մենք ֆունդամենտը դրել ենք, այդ ֆունդամենտը ոնց որ հիմա պատերով է, ոնց որ ասած աճում, այդ պատերն էլ հետագայում աստված է, որ ասում եմ մեծ հասակների աշխարհի, Եվրոպայի եւ օլիմպիական չեմպիոն դա արդեն կլինի ոնց որ տանիքը։ Եվ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին խոսենք, այսօր աշխարհը գնում է դեպի պրոֆեսիոնալ բռնցքամարտ։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ինչ անում, որպեսզի նաև այդ մեր բռնցքամարտիկների սահունն անցումը լինի դեպի այդ աշխարհ։ Այս ընթացքում մեր տղաները մասնակցել են պրոֆեսիոնալ մենամարտերի, ինչքան հնարավոր ա եղել մենք էլ ենք աջակցել այդ պրոֆեսիոնալ մենամարտերը նաև Հայաստանում անցկացվի, դուք տեսել եք։ Եվ հնարավորինս դեպքում մենք միշտ թույլ ենք տվել մեր բռնցքամարտիկները, նաև որոնք որ սիրողական բռնցքամարտում են մասնակցում, նորամուտ գործեն եւ հետագայում բարելավեն իրենց դիրքերը պրոֆեսիոնալ բռնցքամարտում, ինչքանով դա հնարավորինս եղել, դուք եք տեսել, արել ենք, բայց դրանով կոնկրետ պետքա կառույցներ կան, որ զբաղվեն պրոֆեսիոնալ բռնցքամարտով, պրոմոտորսկի կոմպանիաներ լինեն Հայաստանում։ Պարոն Հովսեփյան, շնորհակալություն զրույցի համար, այս 5 տարիներն արդեն ամրագրվել են որպես հայկական բռնցքամարտի ամենաարդյունավետ շրջան, դրանց մասին թվերն են խոսում, բայց ինչպես հասկացան, գլխավոր հարցը միայն անցյալի հաջողությունները չեն, կարևոր է ձևավորել նաև ապագան, կարևոր է ունենալ հայկական բռնցքամարտի համար ավելի լավ դարաշրջան եւ ես այդ գործում ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։